Երևանում կայացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ հոբելյանական համաժողովը։ Ազգային ժողովի նախագահի խոսքով հենց միջտարածաշրջանային կապերն են, որ երկու երկրների հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն եւ կայունություն։ Այդ հարաբերությունները անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից եւ մշակույթից մինչեւ զբոսաշրջություն ու առողջապահություն։ Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում, վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության եւ նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։ Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ այս համաժողովը նոր հնարավորություններ կբացի հայ-ռուսական համագործակցության համար, դառնալով կարևոր խթան գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման եւ միջտարածաշրջանային կապերի առավել խորացման ճանապարհին։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների եւ վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների եւ տարածաշրջանների կայուն, փոխշահավետ եւ երկարաժամկետ համագործակցությունը հաստատելուն եւ զարգացմանը ուղղված քայլերը։ Իսկ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն իր խոսքում նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վստահության ճգնաժամ չկա։ Գիտեք, կան տարածված արտահայտություններ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ես նման զգացողություն չունեմ, ընդհակառակը, ինչպես մենք, Հայաստանը նույնպես ցույց է տվել իր շահագրգռվածությունը մեր երկկողմ համագործակցության զարգացման ընդլայնման հարցում։ Հայաստանի վարչապետը ողջույններ է փոխանցել մեր նախագահին եւ հատկապես ընդգծել, որ չնայած ցանկացած ակնարկի, ինքը եւ Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել ունեն եւ շարունակում են ունենալ կառուցողական բովանդակալից հարաբերություններ, եւ նա որևէ խնդիր չունի նախագահի հետ հարաբերություններում։ Վալենտինա Մատվիենկոն կարևորեց երկու երկրների համայնքների միջև կապերի ու համագործակցության զարգացումն, ընդգծելով, որ դրանք միջպետական հարաբերությունների ամուր հիմքերից են։ Նա նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ համայնքային մակարդակում։ Համաժողովի ավարտին կողմերը փոխանակեցին երկկողմ համագործակցությունն ամրապնդող փաստաթղթեր։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։